Իշխանական պատգամավորներից մեկ մեր երկրում այսպես անդրադառնալով Սրբազան պայքարի շարժման մեկնարկին այսպես մի հայտարարություն արել, ասում է մարդիկ այդտեղ հավաքվել էին մայիսի 9-ին, քանի որ Սրբազանը ասել էր մենք գնում ենք այնտեղ աղոթելու, ու ի սկզբանե ասել էր որ մեր օրակարգում իշխանության փոփոխության պահանջ չկա, հետո հենց որ հրապարակից հայտարարեց իշխանության փոփոխության պահանջ, մարդիկ ցրվեցին տներով, այ ինչպես մեկնաբանել։ Ով ասել։ Իշխանական պատգամավորներից մեկ անդրադառնալով մայիսի 9-ի պայքարին այդ օրվան, ասում է որ հենց Սրբազան ասել հրապարակում հավաքվել ենք աղոթել։ Այդպես է։ Այս անլրջությունները շատ մարդ են հավաքվել, հետո երբ որ լսեցին իշխանության փոփոխության պահանջ։ Առողջություն եմ մաղթում այդ մարդ։ Պարոն Դանիելյան, չէ, պարոն Դանիելյան, երբ կվերսվի ակցիաները, երբ կանեք արդեն գործընթացներ։ Ակցիաները ոչ թե կվերսվի, ակցիաները հենց հիմա էլ տեղի են ունենում։ Մի երկու շաբաթ առաջ են ակցիաներ եղել, մի քանի օր առաջ են ակցիաներ եղել։ Խնդրում եմ հարգանքով վերաբերվեք։ Այդ process-ները նենց չի մեր համար ենք անում, մեր երկրի համար ենք անում, մի հատ համարանքով ասեք, գիտեք ինչ կա այդ ակցիաները անում եք, չէ, ակցիաներն էլ գործընթացներն էլ անում են արդյունք ակնկալելու համար։ Մենք արդյունք ակնկալելու համար ենք անում եւ ես հավաստիացած եմ, որ այդ ամեն ինչը պայքարը մի օր իր պտուղները տալու է, որովհետեւ մեր պայքարը անանձնական է, մեր պայքարը մեր երկրի, մեր պետության համար է։ Ու հիմա որ ասում եք իրանցից, M1-ից, M2-ից խոսում եք, անկեղծ ազնիվ դուրս ենք եկել պայքարի մեր հող ու ջրի համար։ Մեր հող ու ջրի համար ենք դուրս եկել պայքարի ու թող ամաչեն են մարդիկ, որոնք որ չեն միացել, չեն միացել, այսպես առանցքային գործողություններ, որոնք իշխանափոխության կհանգեցնեն։ Օրինակ որն եք համարում ոչ առանցքային։ Այսինքն ինչն է առանցքային, ինչը ոչ առանցքային է։ Այսօր հիմա հարգելի Նարեկ ջան, հիմա այսօր ես խնդիր եմ բարձրացրել խաղաղագործների եւ կոնյակ արտադրողների հսկայական թվով մարդիկ այսօր տնտեսական մեծ վնասներ են կրում ու տենց շարունակ տարբեր տնտեսվարողներ հիմա այդ մարդիկ մնացել են անտեր պետությունը իրենց դեր չի կանգնում խոսում է ինքնիշխանությունից խոսում է տարածքների ապաշրջա ճանապարհների ապաշրջափակումից հիմա Վրաստանի հետ հարց չի կարողանում լուծել ասում եմ Վրաստանի հետ ունենք հրաշալի հարաբերություններ դաշնակցային հրաշալի հարաբերություններ ունենք ամիս ու կես է այդ տնտեսվարողը չի կարողանում անցնել Վրաստանի սահմանը ինչի համար չի կարողանում անցնել որովհետև անտեր է թողել պետությունը այդ մարդկանց դու եթե մի ճանապարհ չես կարում մի ճանապարհի հարց լուծես եւ քու քաղաքացիները քու ձեռներեցները չեն կարողանում իրենց ապրանքը արտահանել բացյան երկրներ ԵԱՏՄ երկրներ դու ինչ մեծ հարցերի մասն ես խոսում փոքր հարց եմ ասում թվում է փոքր բայց շատ մեծ է որովհետև դրանից կախված արդեն վաղը մյուս օրը մեր գյուղատնտեսությունը որ ոչ միայն գյուղատնտեսություն, այլ տնտեսական տարբեր ճյուղեր անկում են գրանցելու, բայց հարցը չես կարողանում լուծես։ Ամիս ու կես շարունակ եւ այս ամբիոնից եւ գրավոր տարբեր դիմումներ եմ ուղարկել։ Այդ մարդիկ միլիոնավոր դրամների վնասներ են կրում, միլիոնավոր դոլարների կներեք։ Ես մոտավորապես հաշվել եմ մի քանի հազար աշխատատեղ մենակ փակվելու է Եթե ասենք էլ չհաշված այդ մուլտիպլիկատիվ էֆեկտը որ կա իրենց հետ փոխկապակցված, ես չեմ ասում խաղաղագործների եւ այլ եւ այլ։ Մենակ 4 աշխատող, եթե սեն շարունակվի, այդ մարդիկ դռները փակելու են, որովհետեւ վարկեր են վերցրել, միջոցներ են վերցրել եւ այլ եւ չեմ կարողանում։ Եվ դրա մի բան էլ ավելացնեմ, մի քանի շաբաթ առաջ ավելի կարկուտ է տեղի ունեցել։ Մեր քաղաքացիները, գյուղաբնակ մեր հայրենակիցները ուրեմն միլիոնավոր էլի դրամների վնասներ են կրել։ Ինչ ասեցին, գնում ենք հաշվառենք, միջև օրս որևէ մի լումա, որևէ մի դրամ այդ մարդկանց չի փոխադրվում։ Պարոն Դանիելյան, կներեք, ես հարցնում եմ, երբ կսկսեք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Դե հենց մենք նորից եմ կրկնում, հարգելիս այդ process-ները ավելի մեծ թափով, ավելի ակտիվ առաջիկայում Սրբազան հայրը դրա մասին կհայտարարի օրվա մասին, բայց ուզում եմ նշել, որ այդ process-ները չեն դադարեցվել, էլի։ Ասածից նաև հիմքեր ունի, որովհետև այդ պայքարի շրջանակներում ներգրավված մարդիկ ամեն օր հայտնվում են անազատության մեջ, այսինքն տարբեր ուրեմն ակցիաների շրջանակներում, բայց ավելի թափով, ավելի մեծ մասշտաբի կարծում եմ առաջիկայում դրա մասին կհայտարարի Սրբազան հայրը։ Շնորհակալ։